Ողջույն հարգելի հայրենակիցներ, ուզում եմ շատ կարճ անդրադառնալ այսօր ազգային ժողովում մի քննարկման մասին, որտեղ շաքարային դիաբետի հետ կապված հարցերը շատ գեղեցիկ մանիպուլացվեցին առողջապահության նախարարի եւ հատկապես Արսեն Թորոսյանի կողմից։ Խոսքը վերաբերվում է նրան, երբ որ ազգային ժողովի падգամավորը Տիկին Գյուրեհյանը հարց տվեց, թե բողոքում են մարդիկ ինսուլինից, ինչ է կատարվում, ինչ է լինում, եւ անգամ մեջբերեց, որ ուրեմն շուրջ 30 բժիշկներ դիմել են առողջապահության նախարարին խնդրանքով, որ այդ ինսուլինը չի ազդում հիվանդների վրա, սակայն ընթացք չի տրվել եւ առ այսօր արդեն 2 տարի է այդ հարցը բարձրացվում է, բայց այսօր այդ հիվանդները ստանում են այդ գենսուլինը։ Եվ սկզբից իհարկե առողջապահության նախարարը քմծիծաղ տվեց, ասելով, որ Տիկին Գյուրեհյան, մենք 30 մանկական էնդոկրինոլոգ չունենք, որտեղից այդ դիմում բողոքը, իրականում տարան մանկական էնդոկրինոլոգիայի դաշտ, բայց խոսքը վերաբերվում է ոչ թե մանկական էնդոկրինոլոգիայի, այսինքն մանկական էնդոկրինոլոգների մասին, որը որ այո, ցավոք սրտի այսօր Հայաստանում 25-ը չի անցնում, որը էլի լուրջ առողջապահական խնդիր է, այլ խոսքը վերաբերվում էր մեծահասակների էնդոկրինոլոգի, պոլիկլինիկական հատվածում աշխատող էնդոկրինոլոգների մասին, որոնք որ առաջինն են, որը որ շփվում են հիվանդների հետ, տեսնում են այդ ինսուլինի կողմնակի երևույթները, բարձր շաքարները, բարդությունները եւ կատարում են այդ բուժումները եւ խնդիրներին առնչվում են իրենք։ Այո, եղել են այդ խնդրանքնամակները, իսկ ինչու չեն եկել եւ չի կայացել այդ հանդիպումը, որովհետեւ տիկին նախարար, ձեր մասնագիտական վարչությունները սխալ կամ այնպես են արել, որ այդ հանդիպումը չկայանա։ Օրինակ, զանգել են բժիշկներին, ասել են 2 ժամից եղեք նախարարությունում քննարկման։ Եղել են բժիշկներ, որոնք որ համաձայնվել են, սակայն մեծ մասը պատճառաբանությունն են, որ 2 ժամից չենք կարող, գրանցված հիվանդներ ունենք, հիվանդների քանակը շատ է եւ այլն, եւ այսպես այդ հանդիպումը չի կազմակերպվել եւ հետո այդ խնդիրը գցել են բժիշկների վրա, ասել են դե բժիշկները չեկան, չհանդիպեցինք, ուրեմն ամեն ինչ նորմալ է, որ չեկան, բայց մոռանալով որ հարյուրներով հիվանդներ են այդ խնդրի հետ կապված բողոքել, թեժ գծին անսահման զանգեր են եղել, մի մեծ փաթեթ նամակ բողոքներով ստացել է առողջության իրավունքը, ես այդ մասին հրապարակել եմ անանուն, ես այդ նամակները պաշտոնական գրությամբ տրամադրել եմ եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, աշխատակազմին առանձին եւ առողջապահության նախարարությանը, սակայն ոչ մի արդյունք չեմ ունեցել եւ գիտեք ինչն է հետաքրքիր, որ այդ մասին ես առաջինն եմ բարձրաձայնել, առաջինը հայտարարեցի, որ Թայլանդի Հանրապետությունում այդ ինսուլինը հետ է կանչվել, որովհետեւ եղել են կողմնակի երևույթներ եւ այլն, սակայն առողջապահության նախարարը, նախարարի տեղակալները, ինչպես նաեւ մասնագիտական վարչությունները, օրինակ դեղերի վարչությունը, քաղաքականության մշակման կամ բժշկական օգնության քաղաքականության վարչությունը, ոչ մեկը կարիք չտեսավ, որ մի հատ հասկանա, վերջի վերջո խնդիրներ կան, քննարկել, կապի դուրս գալ, այսինքն մեր միակ շփումը եղել է մամուլի միջոցով եւ ես ասել եմ խնդիրների մասին, այս մարդիկ ասել են, որ այդպիսի բան չկա եւ առ այսօր այդ մարդիկ դիմում են եւ հասարակական կազմակերպությանը եւ ազգային ժողովի падգամավորներին, սակայն այդ խնդիրը չի լուծվում։
Եվ մյուս խնդիրը, երբ որ մարդակենտրոն առողջապահության մասին ենք խոսում, երբ որ ասում են մենք խնդիր ունենք, մարզերում չկան մասնագետներ, դրա համար չկա մանկական էնդոկրին ծառայություն եւ դրա համար մենք երանի չէր, նախարարը ասում է երանի չէր, դա միայն հաստիկի խնդիր էր։ Տիկին նախարար, երևի ձեզ չեն զեկուցել կամ դուք չեք տիրապետում այդ տեղեկատվությանը, 3 տարի առաջ Գյումրիում, որտեղ կար շատ լավ, շատ պրոֆեսիոնալ մանկական էնդոկրինոլոգ, այդ հաստիքը վերացնում էին։ Այդ էնդոկրինոլոգը լուրջ խնդիրների առաջ էր, անգամ դիմել է հասարակական կազմակերպությանը, լիքը մի կերպ կարողացա պահել այդ հաստիքը, որովհետև այդ հաստիքը, այսինքն կար մասնագետը, կար ծառայությունը, իդեպ Գյումրին ունի արտակարգ մանկական էնդոկրինոլոգիա, ունի դիաբետի դպրոց է շատ հետաքրքիր վարում, սակայն ուզում էին փակել այդ ծառայությունը։ Այնպես որ այստեղ հաստիքի խնդիրը կա իհարկե, բայց նաև ցանկության ֆինանսների ուղղման խնդիր կա եւ եթե մենք մարզերից դուրս ենք գալի Երևան քաղաքում դուք տվել եք մենաշնոր այդ դիսպանսեր ծառայություններին բացառապես մենաշնոր եք տվել այս մի դիսպանսերը կատարում է այս մի հիմնարկային ինչու չեք պարտավորեցնում երրորդ մակարդակի ամբողջ այդ հիվանդանոցներին ունենան այդ դիսպանսեր ծառայություն, քանի որ նրանք երրորդ մանկական մակարդակ են եւ եթե կա խնդիր, ապա թող հիվանդանոցները հրաժարվեն այդ ծառայություններից, այլ ոչ թե դուք դրեք, տեղայնացրեք, որ միանձնյա պետքա լինի օրինակ էնդոկրին դիսպանսերը Մուրացանում եւ դրա մասին չենք քննարկում։ Իսկ ինչու պետքա հասանելիության խնդիր առաջացնենք հիվանդների մոտ։ Գուցե ավելի հետաքրքիր կլինի, որ Երևան քաղաքում լինեն մի քանի դիսպանսեր, գոնե մարզերից եկողները ավելի իրենց մարզին մոտ տարածաշրջանին մոտենան եւ ստանան իրենց բժշկական օգնությունը եւ սպասարկումը։ Եվ իմիջիայլոց այս դիսպանսերների հետ կապված ես շատ շուտով փաթեթ առաջարկ կներկայացնեմ, այդ թողնենք մի կողմ եւ ամենամեծ մանիպուլյացիան, որը արվեց Արսեն Թորոսյանի եւ Անահիտ Ավանեսյանի կողմից, դա այն է, որ երբ որ դեպուտատը հարցնում ասում է, բայց որ կարգերը չեք տալիս, մարդիկ ինչ են անում եւ տիկին նախարարն ասում է, դե մենք գտնում ենք, որ նրանք պրակտիկորեն դա ապրելակերպ է, իրանք պետք է միտքը այսպեսին է, որ իրանք պետք է ինտեգրվեն եւ ապրեն մեր հասարակությունում, այո, նրանք չունեն ֆունկցիոնալության խնդիր, նրանք այդ երեխաներից մեծ մասը ոչ մի խնդիր չունեն կապված իրենց ֆունկցիոնալության հետ, նրանք տաղանդավոր երեխաներ են, նրանք շատ լավ ինտեգրվում են շրջապատին եւ ապրում են, արարում են, նրանք մեր ապագա հայրերն են, մայրերն են եւ այլն, բայց այս մարդիկ ունեն անվճար բժշկական օգնության եւ սպասարկման խնդիր, այսինքն մինչեւ 18 տարեկանը մենք կարողանում ենք պետությունը անվճար սպասարկի, որտեղ նրանք 0-ից 18 տարեկան այդ անվճար արտոնյալ պայմանների տիրույթում են, այնուհետև 18 տարեկանը հենց լրանում է, նրանք դառնում են արդեն պետական պատվերից չօգտվող անձինք, այսինքն 18 տարեկանից հետո երիտասարդների մոտ, եթե լինում է շաքարային բարդություններ, շաքարի բարձրացում, հիպերգլիկեմիա, կոմաներ, հիպոգլիկեմիկ կոմաներ, կետոնային մարմինների բարձրացում, ացետոնի բարձրացում, նրանք հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկումը, եթե դա անհետաձգելի է մի քանի օր անվճար, այնուհետև հետագա բուժումները վճարովի, իսկ պլանային ամբողջ բժշկական օգնությունը լինում է վճարովի եւ դա է խնդիրը, որ այս մարդիկ, այս ծնողները խնդրում են, ասում են կամ մեր այդ
կարգերից մի կտրեք, հա, մեր այդ թոշակի, կամ էլ եթե դուք ասում եք, որ մենք ֆունկցիոնալության խնդիր չկա եւ իրենք ինտեգրված են հասարակությանը, ապա տվեք կարգավիճակ, որ նրանք հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը ստանան անվճար։ Եվ այդտեղ կարծում եմ շատ լավ Արսեն Թորոսյանը հասկանում էր ինչի մասին է խոսքը, բայց գեղեցիկ մանիպուլացրեցին, որովհետև մասնագիտական դաշտում նաև կարողանում են այսպես ամեն ինչը փակել այդպես մակերեսային ձևով, բայց ասել, որ մենք մինչև 23 տարեկանը ապահովում ենք գրիչ ինսուլիններով, դե 23-ից հետո անցնում ենք ամպուլաների, դե տիկին նախարարին ասեն, որ դա ամպուլա չի, դա ֆլակոն է, ճիշտ է, ձեր համար ամպուլա, ֆլակոն առանձնապես տարբերություն չունի, բայց գենսուլինը, այդ նույն գենսուլինն են 23-ից հետո տալիս ֆլակոններով, որը որ չի ազդում եւ 23 տարեկանից սկսած այլևս բացի այն, որ մենք չունենք անվճար բժշկական օգնության եւ սպասարկման հիվանդանոցային բլոկ 18-ից սկսած 23-ից էլ ունենում ենք եւ արդեն խնդիրը կա վատ ինսուլինի վատ ասելով պետքա դա դեռ ուսումնասիրվի, դուք պետքա որպես գերատեսչություն դա անեք, ինսուլին ենք տալիս, որից դժգոհում են։ Իդեպ ուզում եմ տեղեկացնել առողջապահության նախարարին, որ այս շաքարային դիաբետով հիվանդները եւ նրանց ծնողները եւ մեծահասակները եւ մինչեւ 18 տարեկան ինքնակազմակերպվել են։ Առնվազն ես 3 Viber խմբերում կամ ամեն մի խումբը 300-400 հոգի մարդիկ են, որոնք որ ինքնակազմակերպված իրար հետ փորձում են հաղթահարել դիաբետը։ Ինչ են անում։ Մեկը գնում է ստանում է իր պոլիկլինիկայից ավել պարագաներ, դնում է տեղ, ասում է վաճառում եմ։ Մյուսը ստանում է գենսուլինը չի օգնում, ասում է նվիրում եմ։ Այն մյուսը ասում է, որ գենսուլինին վրա չի ազդում, խնդրում եմ ասեք, ով ունի լանտուս, առնեմ այդ լանտուսը։ Հա, սենց ինչ որ սենց ինքնակազմակերպվում են։ Մյուսը գցում է լանտուսը, ասում է մի հատ ուզում եմ հասկանամ, էսի թուրքականն է, թե թուրքականը չի, սենց բան է։ Ու գիտեք ինչն է հետաքրքիրը, որ այս խմբերից մեկում իմ նման նաև կա առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը եւ դեղերի վարչության ուրեմն պետը, այսինքն տիկին Ավնահիտ Ավանեսյան, ձեր վարչության պետը եւ ձեր աշխատակազմի ղեկավարը լուր հետևում են այս գործընթացին եւ վստահ եմ, որ նրանք այս խնդիրների մասին ձեզ չեն զեկուցել եւ չեն ասել, որ այդ խմբերում նման կազմակերպչական, այսպես ինքնակազմակերպում են լինում եւ սա խոսում է, այսպես ասած, պետական համակարգի չգոյության մասին, որի արդյունքում մարդիկ կատարում են այն, ինչ որ կարողանում են։ Իդեպ հարցրեք դրա մասին, ձեր ենթականերին կարծում եմ իրենք անկեղծ կլինեն եւ կպատասխանեն, որ իրենք տիրապետում են այդ խնդրին։ Իսկ ինչ վերաբերվում է մնացած այդ զեկույցի կոմպոնենտներին, ապա այսպես կտոր ես կանդրադառնամ, սակայն ես շատ ցանկացա խոսել այս մասին, խոսել, թե պետք չի մանիպուլացնել, իրականում մենք ունենք եւ առաջի տիպ դիաբետի եւ երկրորդ տիպ դիաբետի ուրեմն դեղորայքների հետ կապված խնդիր, գենսուլինը լուրջ խնդիրներ է առողջական առաջացնում դիաբետով հիվանդների մոտ, որի մասին պետք է լուրջ մտածել, իսկ 0-ից 18 տարեկանին եթե ապահովում ենք այդ
պարագաներով եւ ինսուլինով, 18-ից 23 տարեկանում նրանք արդեն տեղափոխվում են իրենց որտեղ որ հավաքագրվել են էնդոկրին ծառայության մեջ, էլի որոշակիորեն այդ գրիչ ինսուլիններով մենք ապահովում ենք, սակայն 23-ից հետո այս երիտասարդները արդեն բացառապես ստանում են ոչ նորմալ բժշկական օգնություն եւ սպասարկում եւ դրա մասին պետք է ոչ թե այս խնդիրը այսպես փակել, ծածկել եւ այլն, այլ պետք է ուղղակի քննարկել, գտնել լուծումներ եւ դա բացառապես կլինի իշահ մեր հիվանդներին։ Շնորհակալ եմ։